Ես ուզում եմ մի փոքր շատ տենց ընդհանուր դրույթներով խոսենք Գալիք Էրեբունի Երևան տոնակատարություններից, որոնք որ վստահաբար բոլորի համար սպասված են, չգիտեմ որքանով բոլոր փակագծերը այսօր բացենք թե չբացենք, բայց կարծում եմ մի փոքր որ սկսենք արդեն ներկայացնել ամսաթվերը, ինչ է լինելու, որտեղ է լինելու, մնացածը արդեն ընթացս կհասկանանք ինչպես անել։ Քանի որ հանրության լայն շրջանակների կողմից դա բարձր գնահատական էր եւ նաեւ ավելի հետաքրքիր է դառնում մի շարք դեմահարտակներ Երևան տարբեր հատվածներում, տարբեր նախասիրություններով եւ տարբեր ձևաչափով թե կազմակերպչական, թե բովանդակային առումով այս տարի նույնպես այդ ձևաչափով կանցկացվի, ունենանք 5-6 դեմահարտակներ, ունենանք ռոք հարթակը, որն արդեն ավանդական է ջազը, ունենանք էստրադային, ունենանք էլեկտրո, ունենանք դասական եւ իհարկե Երևանի Երևան տոնակատարությունը Երևան հանրապետության հրապարակում, այս պայմաններ կամ կարող եք ասել մեծ տոնական համերգով, լինի Ատասիմոնյանի գալա համերգային ծրագրով, ընդհանուր մի շարք ամենօրյա ռեժիմով քննարկումներ է գնում Քաղաքապետ պարոն Հովհաննիսյանի գլխավորությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում պարոն քաղաքապետ արդեն վերջնականացվի թե մասնակիցները, թե խմբերը եւ նաեւ արդեն մասնավոր քննարկման ընթացքում կներկայացվի ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Էրեբունի Երևանի տոնը իր այս նոր կոնցեպտով դա Երևան քաղաքում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է 1-2 օրվա մեջ եւ իրականում բոլոր սիրված փառատոնները, գինու փառատոնը, գարեջրի փառատոնը, ռոք ֆեստը, ջազ ֆեստը եւ դասական բեմը, այսինքն բոլոր այս բեմերը եւ փառատոնները անցկացվում են 1-2 օրվա ընթացքում։ Այս տարի ունենք նաեւ որոշակի հյուրեր դրսից, ճիշտ եմ, պարոն Սարգսյան, որ եւ դուք ասացիք ամսի 12-ից, բայց ոնց որ ամսի 11-ից ենք սկսում եւ հենց էլեկտրոնային երաժշտության որոշակի փոքրիկ փառատոնով ենք սկսում, իսկ տեղը ֆիքսել ենք որտեղ է։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, այո, ինչպես նշեցիք, այս տարի մեկնարկը կլինի ամսի 11-ից երեկոյից եւ մեկնարկը կլինի Դիանա Աբգարի այգում։ Շատ բարի։ Այդտեղ լինելու է Այդտեղ մենք ունենալու ենք էլեկտրոնային երաժշտության փառատոն եւ հանդես կգան ինչպես տեղական արտիստները, այդպես էլ ունենք արտասահմանից շատ հայտնի երաժիշտ, ով հաստատել էր մասնակցություն եւ ամսի 11-ին երեկոյան իր կատարումներով կուրախացնի երևանցիներին։ Շատ բարի։ Շնորհակալ եմ։ Հետևաբար երելի երևանցիներ ամսի 11-ից սկսում է Էրեբունի Երևան տոնակատարությունները բոլորիդ եւ ոչ միայն երևանցիներին, առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հյուրերին հրավիրում ենք Երևան միասին տոնելու մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, երևի թե ընդհանուր առմամբ այսքանը եւ ուզում եմ նաեւ 1-2 կարեւոր արձանագրում անել աշխատանքներից, որոնք որ նախորդ շաբաթ ենք բացումն իրականացրել, մենք ունեցել ենք Երևան քաղաքում բացված ամենախոշոր խաղահրապարակը Օղակաձև 6-րդ հատվածում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր Կերոն հիմնադրամին, ով առաջին օրվանից այդ աշխատանքներում ինտենսիվ ներգրաված է եղել, ով ֆինանսավորել է փաստացի աշխատանքները։ Ունենք նաև 2 նմանատիպ ծրագիր այլ հատվածներում եւ կարծում եմ շուտով դրանց բացումները նույնպես կիրականացնենք։
Մենք Էրեբունի Երևանի շրջանակներում ունենք մեր սոցիալական վարչության կողմից իրականացվող ծրագրեր 3-ից 5-րդ դասարանցիների համար, 11-ից 14 տարեկանների համար իմ Երևանը իմ արվեստը ծրագիրը եւ ունենք տարբեր ծրագրեր, որոնք որ իրականացվում են մեր սոցիալական վարչության կողմից Էրեբունի Երևանի շրջանակներում եւ այսքանով ես առաջարկում եմ մեր այսօրվա գործակարգավարական նիստը համարել փակված։ Շնորհակալ եմ։